Պիտի հիմա որոշում կայացնի, այս բային ու զուգահեռ այդում Սամվել Կարապետյանի պես բացառիկ մարդուն ակնհայտ անմեղ մարդուն կալանավորելու վերաբերյալ Ինչեր են Գյադայանն Չգիտեմ Միքայելից ծեծողներից էր էլի Կամսար Միքայելյանին ոչ մեկ չի կալանավորել, իսկ մտներով չի անցել, իսկ չեն ձերբակալել, միջնորդություն չեն, եւ որ հետախուզման մեջ ել է, կանչել են գա նախաքննության չի ներկայացել, խուսափել է, ռոզիսկ են տվել, բռնել են, բերել են, իտո չեն ձերբակալել։ Իտո չեն, չես երկրում ոնց կարա Կամսարը ձերբակալել։ Այս երկրում կարա ձերբակալվի Սամվել Կարապետյանի պես բացառիկ մարդը, որը, ասենք, ժամանակակից հիմա աշխարհում քանի միլիոն ենք ապրում 10 միլիոն հայ ենք, չի ապրում, այսքանից մեջի ամենաուժեղն է իր կարողություններով, ընդ որում մարդ, որ այդ իր կարողությունները, իր հաջողությունները ձեռք է բերել բացառապես իր գործունեության շնորհիվ ծնողները ուսուցիչներն են, ոչ ժառանգություն աստացել, ոչ պետական պաշտոնյա եղել, ոչ այս երկիրն է թալանել, ոչ մինիստր է եղել, որ թալանի տանի սարքի եսի Գնացել ելել են աղբերներով, գնացել են ինքը մենակ աղբերներ, օտար երկրում, իր վաստակով, փոքրից կամած հաջողություն կարճ ժամանակահատվածում մեծ կարողության տեր է դարձել եւ այն երկրում է դառել նշանավոր մարդ, Forbes-ի ցուցակով Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Եվ եկել է այս երկրում, եւ բիզնես անում այս երկրում, ամենախոշոր ենթակառուցվածքներն է գնել, ամենավարի գնացող հիմնարկ, որը կարևորագույն նշանակություն ունի։ Այլ բիզնեսներ, այսինքն Հայաստանում ներդրումներ անում, աշխատատեղեր է ստեղծում, հարկեր է վճարում իր։ Դրա հետ մեկտեղ Չինայի մեջ ինչքան հարկա վճարը, ընես բարեգործական ծրագրեր է անում, որ ոչ մեկի ուրիշ, ոչ կարողություններին է բավարար, ոչ խելքն է հասնում, որ այդքան բան կարելի անել, հազար ձևի սոցիալական օգնություններ էլ եկեղեցաշինության գործում իր վաստակը եկեղեցին մեր մայրաթոռը գնահատել այն ձևով որ ասենք իր դիմանկարը փակցրել է վեհարանի պատին այսինքն դարեր են անցնելու մարդիկ կան իմանան որ սես մի հատ մարդ ա եղել որ մեր եկեղեցուն ցուցաբերել է անգնահատելի ծառայություններ ու հիմա էլ ինքը այս հալածանքների ենթարկումը մենակ ինչի համար որ ասել է ես որպես այդ եկեղեցու զավակ պատրաստ եմ իմ կարողությունների չափով աջակցեմ եւ պաշտպանեմ իմ եկեղեցին ընդամենը այդ նախադասության համար Ադրբեջանը թուրքական մի հատ կուրո բանավոր հանձնարարում ասում է գնացեք այս մարդուն ձերբակալեք ու այդում ձերբակալում են ով է չի ձերբակալվում պաշտոնազրկվում է